Այս մասին եկեք հասկանանք ինչպես կարող ենք արք ու վաճառք անել կրիպտոյի, ինչին պետք է շատ ուշադիր զգույշ լինենք, ինչպես նաև մի հատ պորտֆոլիո իդեա, թե ինչ կարելի է առնել ու ինչ քանակներով, որպեսզի ձեզ համար էլ հեշտ լինի։ Սկսենք առաջի տարբերակից, որը որ ինչպես եւ անվտանգ առնել կրիպտո արժույթներ։ Առաջինը, ինչպես որ նախորդում խոսեցինք, պետքա մեծ exchange-ում հաշվի համար բացեք, փող գցեք ու այդ ամենը կխոսենք հաջորդ դասերի ընթացքում, բայց կարևոր է որ լինի Binance, OKX, Bybit, ցանկացած մեկը, որը որ ինքը արդեն իսկ լուրջ exchange-ը ու իր հավանականությունը որ հոդս կծնդի քիչ է, չնայած եղել է, բայց իմ կարծիքով Binance-ը, Coinbase-ը դժվար թե նման բան լինի։ Հաջորդը never invest you cannot afford to lose։ Նշանակում է որ ցանկացած դեպքում երբեք մի ինվեստիցիա արեք այն գումարը, որ պատրաստ չեք կորցնել։ Այսինքն, եթե դուք $100 պատրաստ եք կորցնել, միայն ու միայն այդ $100 ինվեստիցիա արեք։ $100,000 լինի, $1,000 լինի, կարևոր է, որ այն փողը invest չանեք, ներդրում չանեք, որ հանկարծ եթե կորի, ձեզ, չգիտեմ, գլխից կխփեք, ինքնասպանություն կգործեք, որովհետև իմաստը կորում է այս ամեն ինչի, լավ։ Եվս մի բան էլ ասեմ, նույնիսկ $100-ով դու կարող ես $1,000, $10,000, մինչև $100,000 հասցնես այդ $100-ը, եթե կարողանաս հստակ գիտակցել, թե ոնց պետքա trade անես ու ինչի վրա ներդրում անես։ Շատ կարևոր է այդ փաստը, կրիպտոյի մեջ դա հնարավոր է։ Լիքը մարդ արել է, դուք էլ պակասը չեք, դուք էլ կարող եք անել։ Բայց հաշվի առեք այն փաստը, որ երբեք չգնաք, չգիտեմ, մի հատ պոչկա ծախեք, բերեք այդ փողը դնեք, տունը վաճառեք, ավտոն վաճառեք, որովհետև մեկը ձեզ ասել է, «Վաու, չգիտեմ, ես սենց մի բան արա»։ Երբեք դա չանեք, լավ։ Երկրորդը, սկսում ենք փոքր։ Ինչքան փոքր, այնքան լավ։ Օրինակ $50-ով, 20,000 դրամով կարող եք նույնպես սկսել աշխատել, հասկանալ, թե ոնց է աշխատանքը, ոնց են բացում հաշիվ, ոնց են գործարք բացում, փակում, որտեղ $1, $0.5-ով էլ կարող եք գործարքներ անել, զուտ որպեսզի ընտելանաք կրիպտո արժույթներին, լավ։ Հետո use to FA, այսինքն սա ինչ է, հատուկ կոդ է, որ դուք ձեր հաշվի համարին, երբ որ հաշիվ եք բացում, դրամապանակ change-ում, էդի մի հատ կոդ է, որը որ ձեր հեռախոսի մեջ է լինում, որ բացի այն կոդը, որ դուք գրում եք մուտք գործելու համար, նաև մի հատ առանձին կոդ է, որ ավտոմատ փոխվում ամեն 60 կամ 30 վայրկյանը մեկ։ Այդ կոդը եթե սխալ եղավ, մուտք գործել չի լինելու, էդի ապահովագրում է ձեզ, որ հանկարծ եթե որևէ պատճառով մի հատ վիրուս մտավ ձեր կոմպ կամ ինչ-որ մի բան, ձեր կոդը իմանան, հասկանան, չգիտեմ, զապիս եք արել ու փորձեն մուտք գործեն, միջև այդ կոդը չունենան, որը որ ձեր հեռախոսի մեջ է։ Իրանք չեն կարողանալ մուտք գործեն ու չեն կարողանալ գողանալ այն գումարը, որը որ դուք ունեք ձեր դրամապանակի մեջ։ Միշտ օգտագործեք դժվար գաղտնաբառեր, որովհետև շատ հեշտ է այսօրվա դրությամբ գաղտնաբառը ջարդել։ Օրինակ, եթե ամենատարածված բանը չէ, ինչ են գրում, անուն 1 2 3 6 մի հատ էլ պլյուսիկ կամ մի հատ էլ կետ, վсё։ Տենց չի լինում։ Փորձեք Պենտագոնի մի հատ կոդ գրեք, մի այսքան կոդ, վերցրեք կլավիատուրան ու ցենց չխկացեք ինչքան կարաք, այդ կոդը վերցրեք, copy արեք, գցեք այն մյուս տեղը ու պարտադիր ձեռով գրեք կամ ինչ որ միտեղ ապահով պահեք, որովհետև դա շատ կարևոր է, որ հակերները չկարողանան ջարդեն։ Աստղիկ 1 2 3 կետիկը 1-ից 1 ջարդող են, բայց եթե ինչ որ մի հատ խուճուճ ինչ որ sense մի հատ կոդ գրեք, վստահ եմ որ չեն կարողանալու ասել լավ անցանք։ Գնանք աստղիկների հետևից։ Օրինակ։ Հետո, եթե մեծ գումարներ եք տրամադրվում ներդրում անել եւ այլն, փորձեք սառը դրամապանակներում պահեք, Ledger կամ ինչ որ մի բան, որը որ ֆլեշկայի պես բան է, որը որ այդ ամբողջ քո թոքենները այդ ֆլեշկայի մեջ է սպանում, Ledger-ը կոչվում։ Ինչի է սա կարևոր, որովհետև ոչ մի դեպքում արդեն ինտերնետում չի քո թոքենները ինչը որ առել ես, այլ այս ֆլեշկայի մեջ է։ Եթե ֆլեշկայի մեջ է ու ֆլեշկան այստեղ դրած է, ոչ մեկ չի կարա մուտք գործի։ Դու միացնում ես USB-ով, երբ որ ուզում ես գործարք անես,
Երբ որ չես ուզում գործարկանես, ապահով միտեղ դնում ես, որպեսզի ոչ մեկ չգտնի, բացի քեզանից։ Լավ, անցնենք հաջորդին։ Պետք է զգուշանալ։ Ինչից պետք է զգուշանալ։ Առաջինը, երբեք, սա տրեյդինգի տեսանկյունից եմ ասում։ Երբ որ գինը բարձրանում է, երբեք մի առեք, հա? Որովհետև ի՞նչ է տեղի ունենում։ Մարդիկ երբ որ տեսնում են, չգիտեմ, Bitcoin երբ որ $20,000 է, ոչ մեկի պետքը չի, բայց երբ որ թռնում է 100,000, սա ուզում են այդ 100,000-ի տակ առնեն։ Այդպես չի։ Երբ որ թռնում է գինը, բարձրանում է շատ ռիսկի, ինքը նույն տրամաբանությամբ ընկնելու է։ Ու դուք երբ որ այդ ոգևորված սիտուացիայի մեջ եք գտնում, սպասի ես էլ առնեմ, բաց չթողեմ հնարավորություն, ճիշտ հակառակը, դուք այդ հնարավորություն չի, էդի թակարդ է, զգուշ եղեք, որտեղ ոնց բարձրացավ, իջնելու է, հենց որ իջնի, հենց որ ոչ մեկ չի խոսում դրա մասին, այնտեղ տառեք, որտեղ երբ որ այդ ոգևորվածությունը, այդ հայպը կա, սկսելու է բարձրանալ ու այն վերևը ով է առնում, ոչ մեկ չի առնում, այն վերևը բոլորը ծախում են, մենակ միամիտներն են առնում, որը որ ցավոք սրտի շատ-շատերն են, դրա համար էլ բանկերը երբ որ թռնում է վերև ծախում են, այն մնացած միամիտ մարդիկ էլ առնում են այդ վերևը, այդ փողը գնում է բանկերի ջեբը կամ տրեյդերների ջեբով, քեդ որ գիտակցում են ոնց է։ Կարևոր է։ Երբ որ թռնում է, այդ որ ուզում եք առնեք, մի առեք։ Ուղղակի չգիտեմ, գնացեք մի հատ լվացվեք, մի հատ ուրիշ տեղ զանգեք, մոռացեք այդ թեմայի շուրջ։ Դժվար է, ընդունում եմ։ Առավել եւս որ շուրջդ կարող է մեկը տեսնես, ես այսքան փող աշխատեցի, ես այնքան փող աշխատեցի, ես այսքան փող աշխատեցի։ Երբեք։ Սա հոգեբանական կոնկրետ դասընթաց է։ Չառնեք։ Հետո շնորհակալություն կհայտնեք։ Առնեք, երբ որ այդ ոգևորված պայծ սկսի իջնել ու այն երբ որ ներքևները լինի, որը որ խոսենք որտեղ է ներքևը եւ այլն, այդտեղից առեք։ Հաջորդը Don't listen to random influencers. Օրինակ, մենք նոր ենք շուկայում ու ինչ որ մի հատ պողոսիկ կա կամ չգիտեմ, գորը մեր հայաթից կամ ես իմ ով կրիպտոյի մեջ է ու գալիս ասում է, ապա գիտես, չէ՞ մի հատ թույն coin-ա դուս եկել, թռնելու է, հասնելու է ես իմ որտեղ։ Երբեք չլսեք։ Հիշում եք նախորդ դասը, որ պետքա նայենք բոլոր այս կետերը, նոր ինվեստ անենք, նոր որոշում կայացնենք, առնենք կամ վաճառենք։ Երբեք ուղակի մարդկանց մի լսեք։ Եթե ասում են, չգիտեմ, RS, օրինակ Bitcoin կար, չէ, թռել էր։ Սա առելին $3-ից ընկավ, եսին որտեղ հասավ, հետո թե ինչ եղավ իր պատմությունը, իրականում ինձ չի հուզում, որտեղ չի հետաքրքրում, բայց մի վստահեք այն մարդկանց, ովքեր որ ուղղակի այդ ոգևորված մակարդակի վրա են զուտ վերլուծում շուկան։ Ասա, օքեյ, շատ լավ, կնայեմ, եթե հետաքրքիր լինի, կառնեմ, որովհետև նույն այդ մարդը կարող է կորուստի ենթարկվի ու վсё, հետո ասես ինչ եղավ, ինքն ասի դե հա ախպեր, ես էլ դուժեցի, մենակ քո դու չես, ես էլ եմ բաներ, հա ինձ էլ մուկուչներ ասել կամ չգիտեմ Դավիթներ ասել, էական չի։ Երբեք չլսեք, եթե ուզում եք բան անեք, օքեյ, կնայեմ, կասեմ։ Երրորդը, avoid leverage trading։ Օրինակ, futures trading-ը ինչ է։ Futures trading-ն է, որ $100 ունես, մինչև 100 անգամ ավելի շատ փող կարաս ներդրում անես շուկայում, հետևաբար 100 անգամ մեծ տատանման մեջ կարաս ենթարկվես։ Այսինքն, եթե դու առար Bitcoin այս մակարդակին բախտդ բերեց բարձրացավ, դու 20 անգամ ավելի շատ փող կարաս աշխատես, քան եթե leverage չօգտագործես։ Այսինքն X5, X1, X1-ը leverage չկա։ Ինչի համար է սա spot գաղափարն է, որ դու ուղղակի առնում ես ինչ որ X թիվ առանց որևէ X-երի, որովհետև դա ռիսկը տասնապատկում է, հարյուրապատկում է կորուստի։ Նամանավանդ եթե չգիտեք ոնց է սա աշխատում, շատ ռիսկային է։ Հետևաբար, եթե ուզում եք առնեք Bitcoin, altcoin, որևէ մեկը, spot-ային մակարդակով արեք, որ մեկը մեկին է։ $1,000 ունեմ, $1,000 եմ առնում, ոչ թե $1,000 ունեմ, 10,000 կամ $100,000 եմ առնում։ Շատ ռիսկային է, լավ։ Եկեք հաջորդը հասկանանք, take profit when price rise։ Մի շատ կարևոր կետ կա, որը որ հետևյալն է։ Երբ որ գները բարձրանում են, take profit արեք, վերցրեք այդ փողը, դրեք մի կողմ։
մի սպասեք, սպասեք, հեսա էլիա բարձրանալու, որովհետև դա նույնպես շատ վտանգավոր է։ Ես ինքս շատ փոքր գումար դրել եմ, շատ մեծ գումարի հասել, ու ինչա թե սպասել եմ, որ այս շատ մեծ գումարը տասնապատկվելու է, հələ մի բան էլ, սպասեմ բան լինի։ Ու ինչ եղավ, որ այն ինչը որ փոքր դրել էի, նույնիսկ դրանից էլ ավելի փոքրացավ ու վсё։ Հետևաբար, երբ որ գինը բարձրանում է, take profit արեք, որովհետև շուկան անդադ ձեզ հնարավորություններ է տալու, որ ցածր առնեք, բարձր ծախեք։ Միշտ այդ հնարավորություն ունենալու եք։ Ագահություն պետք չի անել, լարվել պետք չի, ուղղակի երբ որ տեսնում եք հասավ վերև, ինչ որ չգիտեմ, 10% կրկնապատկեցիք ձեր գումարը, 50% ավելացավ ձեր գումարը, ուղղակի վсё։ Քրտ, փակում եք, դոլար տեսքով դնում եք ձեր էլի հաշվին, որ հաջորդ գործարքին մտնեք։ Շատ կարևոր է դա։ Հետո, be emotionally ready. Հոգեպես պատրաստ եղեք, որ շուկան շատ է տատանվելու։ Կարող է մի օր մինուս 100 լինեք, մի օր 300 պլյուս 300 լինեք, ու այդ տատանումների մեջ հանկարծ մինի ինսուլտ, ինֆարկտ բան չստանաք, որովհետև դա անընդհատ տեղի է ունենում։ Ի տարբերություն բորսաների եւ այլն, որ սենց մեկ էլ 10 օր հետո գնաց տենաս նույն մակարդակին է, կրիպտո արժույթները ընդհանրապես տենց չի, սենց կհելնեն, թռնեն վերև ներքև, ու եթե պատրաստ չես այդ տատանումները տեսնելու, մի տրեյդարա։ Եթե պատրաստ ես, տրեյդարա, դրա համար եմ ասում X20-ով փորձեք չսկսեք X5-երով, ընդհանրապես leverage կոչվածը փորձեք չօգտագործեք։ Զուտ սպոտային մակարդակով վերև ներքև, այսինքն մեկը մեկին, լավ։ Եվ altcoins-ը ինչա ենթադրում, որ altcoins-ը բարձր ռիսկ, բարձր եկամտաբերության հնարավորություն, բայց նույնպես բարձր ռիսկ։ Այս ռիսկը բանալի բառն է այստեղ։ Հետևաբար, մենք եթե ունենք $100, կարանք դնենք $30, $20, 20%-ը դնենք այդ բարձր ռիսկայնության գործարքների մեջ, որ վերև ներքև լինի, տենց մեր սրտին չանդառնա, հա։ Զուտ այդ իմացեք, որ altcoin-երը ինչքան իր կապիտալիզացիան փոքր է, օրինակ գնանք top 100-ից 200-ը coin-երը նայեք կամ 500-ից բարձրը, իրանք ավելի շատ են տատանվելու, որովհետև իրանց կապիտալիզացիան քիչ է ու տատանումները ավելի շատ է։ Բնականաբար ավելի շատ փող կարող եք աշխատել, բայց նույն տրամաբանությամբ կարող եք կորցնել։ Այսքանը հուսով եմ պարզ էր։ Հիմա եկեք ես ձեզ ասեմ տոկոսային տեսանկյունից, դուք կարող եք 100 դնել, 10,000 դնել, ոնց ձեզ հարմար է, հիշեք, որ այդ կորուստի պահը ու ինքնասպանության պահը զուտ չլինի, ու ինչ եմ ես դիտարկում։ Օրինակ, եթե մենք $1000 ունենք, կապ չունի թիվը, ես այսպես եմ դիտարկում, որ 30% կարող եք Bitcoin առնել, 15% Cardano ADA, 15% Link։ Այս 2-15%-ը կարա փոփոխական լինի ձեր համար top 15-ի, հա, top 15 coin-երի միջև, որը որ ձեր սրտով է ձեզ դուր է գալիս, լոգոն է կարող է դուր ներդ գալիս, կարող է պրոյեկտն է դուր ներդ գալիս, կարող է թիմն է դուր ներդ գալիս, էական չի։ Դուք կարող եք տատանվել այդ դրանց մեջ, որովհետև իրանք կարելի ասել ամենաապահով coin-երից մեկն են։ Հետո 20% Doge-ի վրա կարելի է դնել, որը որ պատկերացրեք invest եք անում Tesla-ի մեջ, բայց ավելի շատ տատանվող, որովհետև Elon Musk-ը Doge-ի մեջքին կանգնած է։ Եվ ունենք վերջի 20%-ը, որը որ meme coin-երի վրա կարելի է invest անել, օրինակ Pepe Coin, SHIB, Trump 5%-ով, մեկ է Bong ու Fart, հա, 2-3%-ով։ Էս էլ իրանք, այսպես ասած, այդ բարձր ռիսկայնության coin-երն են, որը որ պահի տակ կարող է, չգիտեմ, այս Fart-նա, Bong-նա կամ Trump-նա, որը որ այս պայն լավ ընկած է, ինքը բարձրանա թռնի էլի օթերով։ Ու կարող է $100 դնեք Trump-ի մեջ հիմա, ինքը 10-պատկվի ու $1000 կարողանաք մի երկու ամիս անց կանխիկացնեք, կամ 1000 չէ 10000, եթե եսիմ ինչ լինի։ Նույն տրամաբանությամբ այս Bong-ը կարող է, SHIB-ն ու Pepe-ն մի քիչ ավելի ստաբիլ են, դրա համար մի քիչ ավելի բարձր տոկոս ենք դրել, բայց իրանք նույնպես կարան 5-ա պատկվեն, 10-ա պատկվեն, կախված թե շուկան ոնց է արձագանքելու։ Ու մեծ հաշվով կարելի ասել trading-ի մի թեթև ինվեստիցիոնի մոտեցումը սա էր։
Խնդրում եմ հիշեք, որ սա ռիսկային է, նենց չի, որ գրում եք արժե տոմս առնեք ինչ-որ պետական ու մոռանաք, որ 2-3% տարեկան գալու է, ոչ, սա ռիսկային է, բայց բնականաբար բան է։ Ու վերջի բանը, որ կցանկանայի ասեի, buy coins that you understand and believe, եթե կարաք հասկանաք ինչ coin-ներ են, ինչ token-ներ են, որ լավն են, փորձեք հասկանաք ու հավատաք, եթե հավատում եք ու հասկանում եք ձեզ դուր գալիս, այդ առեք, առաջինը։ Never risk money you cannot afford to lose, նորից եմ կրկնվում, շատ կարևոր է, դրա համար եմ անդադ ասում։ Այն գումարը ներդրում չանեք, այն ինչը որ չեք կարա ձեզ թույլ տաք կորցնեք։ Այսինքն, եթե ձեր գրպանից գրպանում 200,000 դրամ ու հանկարծ ընկավ ձեր գրպանից կորավ, ինքնասպանություն գործելով, թե չէ, նույն այդ տրամաբանությամբ փորձեք մտածեք։ Ձեր կյանքի որակին լուրջ ազդելու է, թե չէ, եթե ազդելու է, մի կորցրեք այդ 200,000 դրամ, ինչպես նաև մի ինվեստիցիա արեք կրիպտոյին։ Եվ take profit when everyone is greedy։ Մեկ էլ վերջինը, ինչպես որ ասում էի, ցանկացած մեկը միշտ take profit, փողը վերցրա, կանխիկացրա, երբ որ շուկան բարձրանում է վերև, լավ։ Եվ բոլորը ուզում են այդ պայն առնեն, դուք ուղղակի վերցնում եք, դնում եք USDT-ով ուրիշտեղ, որ հաջորդ գործարքին անցնեք։ Այսքանը, մերսի։